Նայրապայտյան, Հայերկու լրաբեր, ինձ հետաքրքրում է դուք նշեցիք մեր երկու գլխավոր թշնամի պետությունների մասին, Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Նրանց հետ հարաբերությունները նշել եք դիվանագիտություն, բայց նշեցիք երկու թշնամի պետությունների մասին, Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Նրանց հետ հարաբերությունների ընթացքը իշխանափոխությունից հետո դա նույնպես ռազմավարական ազգային անվտանգության ռազմավարության խնդիրներից մեկն է։ Ինչպես եք դա պատկերացնում, Հայաստանի հեղինակության բարձրացումը ինչպես եք պատկերացնում, որովհետև դա այլ դիվանագիտական ճանապարհով է լինելու, եւ այս երկու հարցերին խնդրում եմ պատասխանեք, եթե կարելի է, շնորհակալություն։ Շատ լավ, շնորհակալություն։ Ես սկսեմ պատասխանը, հետո փոխանցեմ գործընկերոջս։ Տեսեք, երբ որ մենք խոսում ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի մասին, եկեք հիշենք հետևյալը. մեր հասարակության ճնշող մեծամասնությունը համարում է, որ ամենամեծ անվտանգային սպառնալիքները մենք ունենք այդ երկու պետություններից, ընդ որում առաջի տեղում Ադրբեջանն է, երկրորդ տեղում Թուրքիան, եւ հետո արդեն շատ մեծ, այսպես ասած, բանով դիստանցիայով գալիս են այլ պետություններ, որոնցից սպառնալիքներն ակնկալվում, հա։ Մեր հասարակության մեծ մասը այդպես է համարում։ Հիմա ի՞նչ է դա նշանակում։ Դա չի նշանակում, որ իշխանափոխությունից հետո մենք պետք է ենթադրենք ռազմական գործողություններ սկսենք այդ պետությունների դեմ։ Բնավ ոչ, դա ընդհակառակը նշանակում է, որ մեր անվտանգային համակարգը առաջին հերթին պետք է ուղղված լինի այդ պետություններից եկող սպառնալիքները չեզոքացնելու։ Եվ այդ պետություններից տարաբնույթ սպառնալիքներ են գալիս։ Սպառնալիքներից գալի մասը հիմա այս բան, երբ որ չկան ակտիվ, ասենք, մարտական գործողություններ, հիբրիդային բնույթի են։ Օրինակ անընդհատ քարոզչություն է վարվում Հայաստանի Հանրապետության դեմ տարբեր միջոցներով, հա, սկսած Facebook-ում, ասենք, ֆեյքային օգտատերերի միջոցով անանելով, հանրային հաղորդակցության մեջ խառնվելով, վերջացած երկրի նախագահի մակարդակով բարբերաբար Հայաստանի Հանրապետության հասցեին սպառնալիքներ տեղալով Հայաստանի, օրինակ Արցախի ղեկավարությանը նացիստներ անվանելով եւ այլն եւ այլն։ Եվ դրա արանքում բազմաթիվ այլ սպառնալիքներ։ Մեր խնդիրը պետք է լինի այդ սպառնալիքների չեզոքացումը։ Այդ սպառնալիքների չեզոքացումը պետք է համարժեք լինի այդ սպառնալիքների բնույթին։ Եթե դուք ուշադրություն դարձրեցիք, պարոն Կերպյանը ներկայացրեց 10 նպատակներ, որոնցից ընդամենը մեկն էր, թեև շատ տարողունակ, մեկն էր, որ զուտ ռազմական պաշտպանական բնույթ է կրում։ Օրինակ ցածր կրթական մակարդակը դա սպառնալիք է, որովհետև պատուհան է բացում չկրթված քաղաքացու վրա դրսից մանիպուլյացիա իրականացնելու համար, հա։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու թուլացումը, որի ջատագովն է գործող վարչակարգը, ճանապարհ է բացում հոգևոր ագրեսիայի եւ ըստ էության մեր ազգային գենոկոդի ինչ որ իմաստով, հա, ինքնութենական տեսակի փոփոխության, թուլացման, պաշտպանողության անկման համար եւ այլն։ Այսինքն, իդեպ ես ասեմ, որ այդ պետությունները հենց այդ տրամաբանությամբ էլ գործում են։ Եվ մենք համոզված ենք, որ օրինակ հայ առաքելական Սուրբ եկեղեցու թուլացումը դա Անկարայում եւ Բաքվում մշակված ծրագիր է, որը իրականացվում է այս վարչախմբի կողմից, իդեպ անթակույց, որովհետեւ շատ հաճախ պարզապես գործողությունները իրար հետ համադրվում են շատ բացահայտ, հա։ Հիմա այդ տրամաբանությամբ մենք պետք է իշխանափոխությունից հետո բնականաբար շարունակաբար բարձրացնենք մեր պաշտպանողական մակարդակը եւ անմիջական, այսպես ասած, կորս սպառնալիքներին եւ փափուկ սպառնալիքներին։ Իդեպ, ինչպես մենք տեսնում ենք, փափուկ սպառնալիքները շատ բազմազան են։ Ինչա պետք դրա համար անել, պետական կառույցներ ուժեղացնել։ Մենք օրինակ կարծում ենք, որ շատ կարեւոր է, որպեսզի պետական կառույցները եւ իշխանությունը քաղաքական որոշակիորեն իրարից տարաբաժանվեն։ Այն ինչ որ տեղի ունեցել վերջի տարիների ընթացքում, հա, օրինակ գործող իշխանությունը քաղաքական բացահայտ իշխանազավթում է իրականացրել Իրանով անելով ցանկացած պետական պաշտոն։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը չպետք է լինի քաղաքական պաշտոն։ Դրա պատճառով է մեր սահմանադրության մեջ օրինակ նախատեսած, որ նա նշանակվում է 5 տարով եւ այդ ընթացքում էլ չպետք է փոխվի։ Բայց մենք տեսնենք մի քանի անգամ բազմակի փոփոխություն, մինչև տեղի ունեցել այնպիսի պաշտոնյայի նշանակում, որ այսպես ասած հարմար է գործող վարչախմբի համար։ Բայց մենք բացարձակ համոզված չենք, որ այդ պաշտոնյան լավագույնն է եղած զինվորականության շրջանակներում։ Եվ այդ նույն տրամաբանությամբ ցանկացած պետական մարմին կլինի, դա ազգային անվտանգության ծառայությունը, արտաքին հետախուզության ծառայությունը, անվտանգության խորհուրդը, զինված ուժերի գլխավոր շտաբը եւ այլն, այնտեղ մենք պետք է մտցնենք ի վերջո նորից մերիտոկրատական կառավարում։ Լավագույնները պետք է գան, որոնք կարողանում են իրանց խնդիրը, կլինի դա պաշտպանական, կլինի դա հետախուզական, հակահետախուզական, լավագույնս կատարել։ Նախկինում կար բավական մեծ կառույց, որը քարոզչական աշխատանքով էր զբաղվում Ադրբեջանի դեմ եւ նաեւ դիմագրավում էր Ադրբեջանի ցեկած քարոզչությանը։
Այս վարչախումբը այդ քարոզչական կառույցը, ինչպես գիտեք, բացարձակ վերակողմնորոշվել է ծառայեցնելու սեփական, ներսում սեփական քաղաքական ընդդիմությանը, այսպես ասած, պիտակավորելու համար։ Ես ինքս անձամբ անընդհատ տեսնում եմ իրենց աշխատանքի իմ դեմ, օրինակ, հայոյանքի ատելության խոսքի տեսքով։ Բնական է, չէ՞ որ իշխանափոխությունից հետո այդ կառույցը պետք է նորից վերակողմնորոշվի դիմագրավելու արտաքին սպառնալիքները։ Եվ այդ օրինակները կարելի է շարունակել։ Իդեպ ձեր հարցի երկրորդ մասը ինչպես ենք մեր հեղինակությունը բարձրացնելու, հենց այդպես մեր ռեսուրսները արտաքին սպառնալիքների դեմ ուղղելով, ոչ թե ներսում անընդհատ ատելության խոսք եւ պարակտում գեներացնելով։ Ինչ շնորհակալ եմ կարելի է հասկանալի է, որ ամեն ինչը սկսելու համար ոչ թե 0-ից եք սկսելու, այլ մինուսից եք սկսելու։ Մեր երկրի այս ամեն ինչ իրականացնելու մոտավորապես մոնիտորինգ կարելի ժամանակահատված ինչքան է պահանջելու։ Գիտեք, այդ այն հարցն է, որ միշտ տալիս են։ Թուրքը վաղը որ մտավ Հայաստան, ինչ եք անելու։ Հա, մենք ունենք իհարկե անմիջական սպառնալիքներ, անմիջական վտանգներ եւ այդ վտանգները կարող է իրականանալ հենց այս պահին։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ձեռքներս ծալած նստենք եւ չունենալով ռազմավարություն եւ երկարատև հերանեկարային տեսլական գնալ առաջ, որովհետեւ այդ ճանապարհը, եթե դու հեռուն չես տեսնում, միշտ սխալ է։ Եթե աչքի հետ փակ ես քայլում, դու ուղիղ գծով քայլելու հնարավորություն չունես։ Հիմա շատ դժվար է ասել, որովհետեւ այդ մինուսը պետք է գնահատել։ Հա, մենք չենք տիրապետում խորքային թվերին, հա, որովհետեւ այդ թվերը մեզից թաքցվում են։ Այդ թվերը մանիպուլացվում են, հասարակության եւ հանրության ներկայացվում է իրողությունից տարբեր կեղծ իրականություն։ Եվ ասենք, այո, ճիշտ եք, մինուսից պետք է սկսել, որովհետեւ օրինակ դատարանների նկատմամբ չկա որևէ վստահություն։ Գիտենք, որ SMS-ային կամ զանգային արդարադատությունը իրականացվում Հայաստանում երկար ժամանակ է։ Վեթինգ, լյուստրացիա, մնաց ամեն ինչը դրանք մեկ օրում արվող բաներ չեն, բայց դրանք պարտադիր պետք է արվեն, որպեսզի մեր պետության եւ պետականության հիմքերը լինեն ամուր։ Առաջ քայլելու համար պետք է մեջք տամբուլ լինի։ Այդ մեջքը ամրացնելու համար երկար ժամանակ է պետք։ Ցավոք սրտի չկա որևէ հույս ներշնչող ժամանակային գնահատական։ Ես նաև լրացնեմ հետևելը, այո, ես գործող վարչախումբը իր գործունեության յուրաքանչյուր տարվա ընթացքում ականապատել է մեր հանրապետությունը։ Ականապատել է տարածություն։ 2 օր առաջ Եվրոպական խորհրդարանում ելույթ ունենալուց հայտարարել է, որ արցախցիները պետք է համակերպվեն տեղահանությանը, ունեզրկմանը եւ իրավազրկմանը։ Հայտարարել է բացահայտ։ Այն աշնան, որ նույնիսկ եվրոպական պատգամավորները զարմացած են, թե ինչի է Հայաստանի Հանրապետության վարչապետը այդպիսի հայտարարություն անում, երբ որ նույնիսկ Ադրբեջանը դրա մասին չի խոսում։ Նույնիսկ Ադրբեջանը դրա մասին չի խոսում։ Ադրբեջանը ասում է մենք պատրաստ ենք ընդունել մեր քաղաքացիներին։ Եվ Հայաստանի Հանրապետության վարչապետը ասում է նրանք պետք է համակերպվեն դրա հետ։ Սա ականա հերթական ականն է, որը դրվում է մեր հանրապետության տակ եւ այդպիսի ականներ բազմաթիվ են։ Եվ դուք ճիշտ եք ասում, Տիկին Փայցյան, որ իշխանափոխությունից հետո շատ հետևողական, համբերատար պետք է ականաձերծել Հայաստանի Հանրապետությունը։ Ականաձերծել, որովհետեւ ականը երբ որ դրվում է, մեր ոտն էլ դրված է այդ ականի վրա։ Ոտը քաշում ես ինքը պայթում է։ Իրական միակ ձևը ականաձերծման այդ ականը, այսպես ասած, վնասազերծելն է, սառեցնելն է, իր պայթող մեխանիզմը կազմալուծելն է եւ այլն։ Այո, ժամանակ է տևելու, չգիտենք ինչքան ժամանակ, անկեղծ ասած ամենամեծ վտանգներից մեկը դա է։ Ես առաջարկեմ հիմա դադար վերցնենք հարցերի, հրավիրենք մեր գործընկերներին պանելային քննարկմանը եւ դրանից հետո էլի հարցերը վերսկսենք, եթե դեմ չեք, հա։ Ես շնորհակալություն հայտնեմ պարոն Քերոփյանին այս պրեզենտացիայի համար։